Սրտանք մի հատ փարթանք Տիրոջը սիրել։ Հոգևոր կյանքը շատ հրաշալի է եւ ամենակաղցր վայրը եկեղեցում լինելն է։ Մենք գիտենք, որ Տերը շուտով գալու է, բոլորիս հայտնի է այդ խոսքը, բայց մինչև այդտեղ հասնելը պետք է այստեղ սպասել լավ սպասել, որպեսզի լավ վախճան ունենանք։ Մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ինչպես Հովհաննես ավետարանի 20 գլխում մի շաբթի օրը Մարիամ Մագդաղանացին դեռ չլուսացած գերեզման է գալիս։ Եվ տեսա, որ քարը գերեզմանի դռնը վերցված է։ Ետքը վազեց ու գա Սիմոն Պետրոսի մյուս աշակերտին, որ Հիսուս կսիրեր, կսե անոնց։ Տերը գերեզմանը վերցուն չեն գիտե ուր դրին զանիկա։ Ուս եկլա Պետրոսը մյուս աշակերտը դեպի գերեզման կուգային, երկուքն մեկտեղ կվազեին, մյուս աշակերտը Պետրոս ավելի շատ վազելով անկի առաջ գերեզման եկավ։ Ծրելով նայեցավ, տեսավ կտավները, հոնքը կենային, բայց ինքը ներ չմտավ։ Սիմոն Պետրոսը հասավ, որ անոր ետևեն կուգար, գերեզման մտավ, տեսավ կտավները, որոնք հոնքը կենային, ու վարմաշակ, որ անոր գլխում էր, ուրիշ կտավներու հետ չէր, հապա ծալած, զատ մի կողմ դրված։ Ինչքան ակուրատնի է Տեր Հիսուսը ամեն ինչ տեղին անում է։ Այն ատեն ներս մտնելով իր մյուս աշակերտներն առաջ դեպի գերեզման տեսան ու հավատացին, վազի դեռ գրված չէին գիտեր, թե պետք է անիկա մեռեն հարություն առնե, ետքը աշակերտները նորեն իրենց տուն գնացին։ Բայց Մարիամ գերեզմանի դուռը կայներ էր երբ կուլար դեպի գերեզման ծռեցավ նայելու։ Աշակերտները թողեցին գնացին, բայց Մարիամը սպասեց եւ լացում էր։ Մեկ էլ տեսավ երկու էշտակ, մեկը գլխի կողմ, մեկը ոտի կողման է։ Հետո Հիսուսին հանդիպեց։ Տեսնում եք, սպասել ինչքան կարևոր է։ Հոգևոր կյանքի մեջ սպասեց Հիսուսին, որտեղ նա առանց Հիսուսի չէր կարող ապրել։ Ամեն մարդ չի, որ այդպիսի ձգտում ունի։ Աղոթքը վերջացավ, ամեն ինչ կարծես մարդի հետ վերջացավ, պաշտամունք վերջացավ, ամեն ինչ վերջացավ։ Բայց խելացի հավատացյալը միշտ հոգով սպասում Աստծուն, իր ներսով սպասում Աստծուն, որ Աստված հայտնվի իրան, ինքը հանդիպի իրան։ Հիսուսի հանդիպումը յուրաքանչյուր առողջ հավատացյալի ամենակարևոր խնդիրն է։ Մեր Աստված շատ բաներ ունի մեզ ասելու։ Ուզում է մեզ հետ խոսա, մեզի բացատրի։ Եվ տեսեք ինչ հայտնություն է ասում Հիսուսը Մարիամին։ Տեսեք ինչ է գրած։ Ես կելնեմ իմ հորս քով, ձեր հոր քով, իմ Աստծո քով, ձեր Աստծո քով։ Ելնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Ուզում ասի դուք հայր ունեք երկնքում, Աստված ունեք երկնքում։ Այս հայտնությունը ստացավ, խոսաց Աստված իր հետ, եւ Մարիամի սիրտը լցվավ Աստծո քաղցրությամբ, որ հեր ունի երկնքում, Աստված ունի երկնքում, սпасել է Աստծուն։ Շատ կարևոր բան է, եղբայրներ քույրեր։ Հոգևոր կյանքի մեջ նայեք, Հոբե տառապանքի մեջ ոնց է սպասում Աստծուն, ուզում եմ ցույց տամ ցած։ Սպասում Աստծուն այս մարդը։ Նա չի սպասում իր առողջանալուն։ Նա չի սպասում իր երեխաներին ունենալուն, ոչ էլ հարստությանը։ Տեսեք ինչ է սպասում նա։ Հոբ 23:3 Երանի թե կարող լայի գտներ զանիկա, մինչև անորաթորը կեթայի։ Ինչ սպասում այս մարդը։ Աստծուն է սպասում։ Ուզում է Աստծուն տեսնի, զգա, հասկանա։ Եղբայրներ քույրեր, այսօր քիչ մարդիկ են Աստծուն սպասում հավատքի մեջ։ Սրտանց սպասել։ Եվ ես համոզված եմ, այս երկու խոսքերը կարդացի, բայց նա անընդհատ լացում էր եւ սպասում էր Աստծուն։
արցում թափելով են սպասում Աստծուն։ Շատ քիչ մարդիկ կան աշխարհում, որ լուրջ սպասում են Աստծուն։ Ամեն մարդ չի, որ սպասում Աստծուն։ Պաշտամունքը բրծավ, ամեն ինչ բրծավ։ Բայց մարդ կա պաշտամունք բրծել է, բայց իր ներսը սպասում Աստծուն։ Իր ներսը մարդը հոգի ունի, այդ հոգին մարմնի հետ կապ չունի։ Մարդը հոգի է, այդ հոգին սպասում է իր սիրեկանին։ Իր սիրեկանին է սպասում։ Ուզում է հանդիպել նրա հետ։ Գրկա խառնվել նրա հետ։ Շփվել նրա հետ։ Աստծուն սպասող մարդը միշտ շփվում է Սուրբ գրքի հետ։ Որտեղ այդ գրքի մեջ Քրիստոս կա։ Նայեք, կարդամ լսեք։ Տիրոջը գրքի մեջ փնտրեցեք ու կարդացեք։ Տեր այս գրքի մեջ է։ Այսօր շատ մարվտացիաներ գրքի կարևորագույն արժեքը խորը չեն հասկանում։ Աստծո խոսքը իր բոլոր անուններից բարձր է։ Աշխարհում միակ ճշմարտություն Աստված է իր խոսքն է։ Ուրիշ ճշմարտություն չկա։ Մարդը կատարյալ ստություն է։ Շատերի կյանքը կապված է այդ ստության մարդի հետ, բայց ճշմարտության հետ։ Գտիր քո Աստծուն քո գրքի մեջ, փնտրի նրան, հանդիպել նրան։ Քո կյանքը փոխողը ոչ մի եղբայր չի կարող քեզ փոխի։ Պողոս առաքյալը ասում է, ես տնկեցի, Պողոսը ջուր տվեց, բայց Աստված աճեցնում։ Աստված է փոխում մարդին։ Իր խոսքն է փոխում մարդին։ Եթե դու այս խոսքերը չկարդաս, այս խոսքերը չդնես քո հոգու մեջ, այդ խոսքը չի աշխատի քո վրա։ Խոսքը աշխատում է մարդի հոգու վրա։ Երբ որ հոգու մեջ ընդունում է այդ խոսքը, մարդիկ կան ուրիշ ձև են սպասում Աստծուն։ Նրանք գիտեն Աստծուն սպասելուց ամենամեծ օրհնությունները ստանալու։ Ոչ մեկին մի սպասի։ Այսօր շատ մարդիկ շատ բաներ են սպասում։ Սպասում են, որ մեկ չարստանան, սպասում են Եվրոպայի հետ հանաբրեն, Ամերիկայի հետ հանաբրեն։ Ես ինչեր ասես մտածում են էլի։ Ռուսաստան եւ այլ եւ այլ։ Մենակ բրծրեն ես աղքատ Հայաստանից։ Բայց Աստծուն դու սպասում ես թե չէ։ Քո շադրության կենտրոնը ով է այս աշխարհում։ Ով է հետաքրքրում քեզ այս աշխարհում։ Նրան գտի, որ նրան ճանաչես։ Որտեվ տեսեք ինչ է գրած գրքի մեջ։ Այս գրքի մեջ ինչ է գրած։ Նրան հանդիպելուց ես ճանաչել, նրա հետ շփվելուց ես ճանաչելու։ Քարոզելով կարող է շատ քիչ ճանաչես։ Շատ քիչ մարդիկ են Աստծուն ճանաչում։ Տեսեք ինչ է գրած։ Եվ այս է հավիտենական կյանքը։ Ճանաչեն քեզ միմիան ճշմարիտ Աստվածը, Հիսուս Քրիստոսին, որ դու ղրկեցիր։ Պետք է շփվես իր հետ, իր խոսքի հետ, իր հոգու հետ, որ ճանաչես իրան։ Մենք հոգևոր կյանքի մեջ այսքան տարիներ ապրելով շատ տառապանքներ ենք տեսել, շատ ողբեր, սպասել Աստծուն, աղաղակել Աստծուն, արցունք թափել։ Եղել է դեպքեր, որ ես ծոմի մեջ, ողբի մեջ, ահավոր վիճակի մեջ լացով ասում են Տեր Աստված, իմ աղոթքը բրծավ, իմ արցունքը բրծավ, իմ հավատքը մեռա բրծավ, բայց քո սերը չբրծավ։ Եվ Տերը խոսեց ինձ հետ։ Սպասեք Աստծուն։ Ես խորը համոզված եմ, քիչ մարդիկ են սպասում Աստծուն աշխարհում։ Աստծուն սպասողը հավատում է, որ այդ Աստվածը իր կյանքի բոլոր հարցերը կլուծի։ Նա հավատում է դրան։ Դրա համար կարդանք Սուրբ Գիրքը։ 40 Սաղմոսից եմ կարդում, առաջի խոսքից։ Սպասելով, սպասի Աստծուն։ Մի տարի աղոթի թեկուզ, ողբա Աստծուն։ Ես քեզ եմ սպասում։ Ես ուզում եմ քո հետ հանդիպել։ Որտեղ քեզի ճանաչելը շատ կարևոր է։
Նայեք ինչա գրած Աստծուն ճանաչելու մասին։ Ովքեր Աստծուն չեն ճանաչում, նրանք տեսեք ինչ են ելնում։ Անոր համար իմ ժողովուրդը Տերը չճանչնալով գերի կինա։ Անոր մեծամեծ մարդիկ սով կկրեն, բազմություն էլ ծարավից կցամաքի։ Տեսնում եք ինչա գրած։ Եսայի 5:13 իմ ժողովուրդները չճանաչելով գերի անգնում։ Մեծամեծ մարդիկ, որ լավ չեն ճանաչում Աստծուն, նրանք ընկնում են, սով են կրում։ Բայց ես կխնդրեմ, ձեր աղոթքի բնույթը փոխեք։ Ասա քեզ եմ սպասում Աստված։ Ես ոչ մեկի չեմ սպասում այս աշխարհում։ Ես գիտեմ շատ մարդիկ եմ տեսել, շատ բաներ եմ հանդիպել, բայց արդյունք չկա։ Նույնիսկ եթե ահավոր մեղքերի մեջ ես, տես Աստծուն սպասող մարդը հավատում Աստծո խոսքին։ Աստծո խոսքին հավատալով աղոթում։ Եվ ինչա գրած Երեմիա 3:1-ում. Բայց դու թեև շատ հոմանների հետ շնություն արիր, նորեն ինձի դարձիր քսետերը։ Տեսեք ում ասպասում Աստված անգամ։ Աստված էլ ասպասում ես։ Եթե շատ բացությունների մեջ ես, շատ չարությունների մեջ ես, ես քեզ սպասում եմ դարձի արի, բայց մարդը դարձ չի գալիս։ Մարդը չի ուզում զղջա, չի ուզում հասկանա։ Ամբողջ պրոբլեմը։ Եվ դրա համար Աստծո խոսքում տեսեք ինչ ա գրած։ Զիս կենաց ջուրի աղբյուր թողուցին, իրենց գուբեր փորեցին։ Ծակոտ գուբեր, որոնք չեն կնա ջուր պահել։ Երեմիա 2:13-ը Վանզիմ ժողովուրդը երկու չարություն գործեց։ Զիս կենաց ջուրի աղբյուր թողեցին։ Չսպասեցին ինձ։ Հիսուսն է կյանքի աղբյուրը, ջրի աղբյուրը, հոգու աղբյուրը։ Չսպասեցին ինձ։ Ամենամեծ բանը Աստծուն մերժելն է, որ կյանքի աղբյուրի մերժելն է, կենաց ջրին մերժելն է։ Սա մեծ չարություն Աստծո առաջ։ Մերժում են Աստծո խոսքը, մերժում են Հիսուսին, որպես կյանքի ջուր։ Ինքն է, իր խոսքն է։ Եղբայրներ քուրեր, սպասենք Աստծուն։ Արցունք թափենք նրա ոտքերի վրա։ Ով արցունք թափելով սպասում Աստծուն, Աստված լսում է նրան։ Արցունքով ցանողը ցնծությամբ հնձում է։ Այսօր որ հոգևոր կյանքի մեջ մինչև մի արցունք եմ թափում, որտեղ ես հասկանում եմ։ Ես հասկանում եմ մեղքից ազատվել ուրիշ բան է։ Պատերազմել, որ քո եսը փառքը առաջ չընկնի, սա ուրիշ հարց է։ Պողոս առաքյալի նման մարդը նա տառապում էր։ 3 անգամ աղաչեց, որ Տերը իրան հետ խայթոցը վերցնի, բայց Տերը ասեց. խիստ շատ հայտնություններ չպարտանալու համար, եթե Պողոսը հպարտանալու հատկություն ուներ, Տերը դրա համար խայթոց էր տվել, ես ու դու էլ կունենանք։ Եվ դրա համար էլ այս աղոթքը, որ կարդալու եմ հիմա քեզ համար եւ ինձ համար, այս աղոթքը մենք անում ենք մեր հոգևոր կյանքի մեջ, թե չենք անում։ Մարդի ամբարտավան աշկերը պիտի խոնարհին։ Մարդկանց հպարտություն պիտի ցածրնա, ու այն օրը միայն Տերը պիտի բարձրանա, ուրիշ օր չի բարձրանում։ Եթե ես չլացեմ, չողբամ, որ իմ հպարտությունը, իմ ամբարտավանությունը ամեն օր ցածրցնի, միայն այդ օրն է Տերը բարձրանում։ Այս աղոթքը շատերը չեն էլ անում, որտեղ մտածում են հասել են հավերժական թագավորությանը, որտեղ դրա կարիքը չունեն, որտեղ Տիրոջ սպասող մարդը այս աղոթքը անում է։ Նա հասկանում է ինչ մար աղոթում, նա հասկանում է ինչ հավատք, ով է խաչվել իր համար,
մի հատ դրվագ եմ ուզում ասեմ Հիսուսի կյանքից։ Հիշում եք, Սուրբ գրքում շատ տեղեր կա գրած։ Ամբողջ աշխարհի մեղքը վերցրել է վրա։ Ուշադիր լսեք, ամբողջ աշխարհի մեղքը վերցրել է վրա։ Եվ Աստված էլ թողել էր Հիսուսին։ Եվ ասում է իմ անձը ստրտում է մավանչապ։ Այդ ծանր վիճակի մեջ, որ հայրը թողել էր իրան։ Նա սպասում էր Աստծուն։ Ասում էր, եթե կարաս ես գավաթ անցկացրու, բայց քո կամքը թող լինի։ Այդ տառապանքի մեջ նա հավատում էր, որ կյանքը որպես մարդ, կյանքը Աստծո կամքի մեջ է, Աստծո խոսքի մեջ է, երջանկությունը Աստծո մեջ է, երջանկությունը երկիր փոխելու մեջ չի, հարստության մեջ չի, լավ տների մեջ չի, երջանկությունը Քրիստոսի մեջ է։ Նայեք սիրելիներ, նայեք կարդամ այդ խոսքը։ Առակաց 3-րդ գլուխ 18 խոսք։ Անիկը իրեն հարողներին կենաց ծառ է, հարող նշանակում է իրանով սպասող, իրան ձգտող, իրան ապավինող։ Զինք բռնողները պետք է սպասես, որ բռնես, երջանիկ կլան։ Առակաց 3:10 Անիկա իրեն հարողներին կենաց ծառը, կյանքի ծառը, կյանքի ջուրը, կենաց հասա Քրիստոս։ Եղբայրներ քույրեր, որքան կարևոր է սպասել Հիսուսին, կրտնել նրան, հենվել նրա վրա և սպասել նրան, բռնել նրան մինչև ամուր բռնել։ Հիշում եք, Հակոբը ասեց, ինձ մինչև չորհնես քեզ չեմ թողել հեշտակին։ Նա սպասում էր այդ օրհնությանը։ Եվ Տերը նրա անունը փոխեց, ասեց քո անունը այլևս Հակոբ չէ, Իսրայել պետք է լինի։ Փոխվում է մարդի կյանքը։ Աստծուն սպասող մարդին Աստված ինքն էլ է սպասում այդ մարդին։ Եղբայրներ քույրեր, ինչի համար ենք սպասելու Աստծուն։ Նպատակը, եթե նպատակ չկա, մարդ չի կարա սպասի։ Ես այդ եմ համոզված։ Ես Աստծուն, որ սպասել եմ, այսքան տարիներ ուրիշ սպասում եմ։ Ես չեմ սպասում, որ ընձի բժշկի, իմ կյանքի հարցերը լուծի, ընձի ինչ որ հաջողություններ տա, եւ այլ, դες բաներ ես չեմ աղոթում։ Ես սպասում եմ Աստծուն մի նպատակի համար, որովհետև այդ նպատակի համար Հիսուս աղոթել է։ Հովհաննես 17-ում կարդում ենք 11 խոսք, 20-ից 23 խոսք, աղոթել է, որ Եսու ինքը մեկանանք։ Դրա համար եմ սպասում Աստծուն, որ մեկանամ իր հետ։ Սա իմ հոր հավիտենական նպատակը։ Նա էլ է սպասում ինձ, որ իմ ու քո հետ ձուլվի։ Եվ նայեք տեսեք առաքյալների ձուլումը։ Այն օրը մեծ հալածում եղավ Երուսաղեմի մեջ եղող եկեղեցու վրայով։ Հակոբոսին սպանեցին սրով, քարգոցեցին Ստեփանոսին եւ շատերին տանջում էին, սպանում էին, մորթում էին, մեծ հալածանք էր։ Առաքյալները զատ ամենը ցիրուսան եղան։ Առաքյալները այնպիսին էին ձուլվել Աստծո հետ, որ մեկ էին դարել։ Երանեն եկեղեցին, որտեղ եղբայրները կմեկանան Քրիստոսի հետ, այդ է եղբայրությունը։ Երանեն եկեղեցին, որ կմեկանա Քրիստոսի հետ, դա է իսկական եկեղեցին։ Այս թափթփած մարդիկ եկեղեցի չեն կարող լինի։ Մի հատ հարց տամ ձեզ։ Պողոս առաքյալը ինչպիսի սիրտ ուներ, ասում էր, ժողովրդին ասում էր, դուք իմ սրտի մեջն եք, և Քրիստոսի գութով էր վարում։ Մեր մարմնի մեջ արուն կա, հոգևոր աշխարհում պետք է Քրիստոսի այրունն է։ Դուք բոլորդ Հիսուսի այրանգին եք,
Եթե այրուն իմ սրտում տեղ ունի, եթե հավատում եմ Հիսուսի այրուն իմ սրտում տեղ ունի, ուրեմն բոլորդ իմ սրտում տեղ ունեք։ Եթե Հիսուսի այրուն իմ սրտում տեղ չունի, դու չեք կարող իմ սրտում տեղ ունենալ։ Շատ եղբայրներ այնպես են վարվում հոգիների հետ, իրանց չի հետաքրում ինչ կլինեն։ Պողոս առաքյալը խաչի թշնամեն համար արցունքով էր աղոթում։ Եվ այն հավատացյալներ, որոնք չէին ապաշխարում Կորինթացիս թղթի 12-րդ գլխում 2-րդ վերջի խոսքերում գրված է։ Սուգ էր անում։ Այն հավատացյալների բալ, որոնք ընկած էին չեն կարող ապաշխարեին։ Ինչ սիրտ ուներ Պողոսը։ Այդ սիրտը մենք էլ պիտի ունենանք։ Էդի չի գրված Պողոսի ունի ու վերջ։ Ես ու դու էլ պիտի ունենանք։ Հիսուսի այրուն այնքան զորավոր է։ Դրա համար սպասի Աստծուն, որ բացվի քեզ այրան զորությունը, խաչի զորությունը։ Որպեսզի հասկանաս հավատն ինչ բան է։ Այսօր մարդիկ իրար բամբասելով ման են կալում, չարախոսություն, նույնիսկ եղբայրներ քույրեր, անհավատը քո հավատացյալ քրոջը եղբորը գցում է դու ես միանում իրան։ Ես իմ հորս ուշադիր լսեք։ Հերս մի օր մի հատ եղբոր, դե սա ժողովուրդը գիտեն այդ եղբորը տկար է, վատ բաներ արել։ Հերս խոսած տենց, ասի պապա լսի։ Նա Աստծո զավակ է, դու աշխարհի մարդ ես, դու շատ հեռու ես նրանից, շատ։ Նա այսօր մեղքագործ է, վաղը զղջակ ապաշխարի, նա Աստծո տղեն է, դու աշխարհի տղան ես։ Իմ հավատացյալներին, իմ մոտ հանգարջ բամբասես մեկի հասցեին, այլևս, և այլևս չխոսացել։ Բայց այսօր դու նստում ես քո եղբոր քրոջը բամբասում ես, որտեղ նա քո սրտում տեղ չունի, որտեղ դու չես սպասել Հիսուսին, դու չես հանդիպել Հիսուսին, Հիսուսի այրան զորությունը, խաչի զորությունը չի բացվել քեզ, դրա համար քեզ համար միևնույն է այդ մարդնով է, էսի պետք է բացվի քեզ, էսի որ բացվավ ինձ, Աստված խոսեց մի օր ինձ հետ, ասեց ես քավել եմ ամբողջ աշխարհի մեղքը, ուշադիր լսեք, դու հավատում եք որ քավել է, դու կարող եք դա հասկանաք, բայց դրա արժեքը ամբողջ հոգով չհասկանաք, դա Աստված է բացում, որ իր այդ հանդիպես կբացի, եւ ասեց ամբողջ աշխարհի մեղքը վերցրել եմ իմ վրա, դու չես կարող ձեր եկեղեցու սաղ ժողովրդի մեղքը վերցնես քո վրա, քո ազգի մեղքը վերցնես քո վրա, չես կարող, բայց դու ինչ հավատացյալ ես։ Մարդը չի կարող իր մամուսն ու մեղքը վերցնի վրա, իր կնոջ մեղքը, իր երեխեքի մեղքը վերցնի իր վրա, ող բանի, որտեղ Հիսուսի քավճանան այրան զորության մասին խոր հավատ չունի, չի բացվել նրան, դրա համար նա չի հասկանում էդի, չի հասկանում, ինչքան ուզում ես քարոզին, չի հասկանում, իսկ նրան Հիսուսին հանդիպի, ճանաչի Հիսուսին, ով է Հիսուսը։ Եղբայրներ քույրեր, ես շարունակեմ այն աղոթքը, սա կարդացի գործարակելուց 8-րդ գլուխ առաջի խոսք, այն աղոթքը շարունակեմ, որը կարդացի 40 գլխում, այդ աղոթքը շարունակենք մինչև վերջ։ Սպասելով սպասեցի Աստծուն։ Ես այս ապրումները ունեցել եմ կյանքում։ Ես զգում էի, որ չեմ կարող մեղքին հաղթեմ։ Գնում էի գյուղ, որտեղ ստեղ տենց հնարավոր չէր քաղաքում։ Գնում եմ ծմրված սրտին անգամ, հեռու, որ ոչ մի մարդ իմ ողբի ձայնը չլսեր։ Ողբում էի, ասում ես մարմինս, վերացրա, ուրիշ մարմին ստեղծի մեջ, որ մեղք չցանկանա։ Ես ողբում էի, ուզում էի Աստծուն։ Եվ Տերը սրեցավ լսեց իմ աղաղակը։ Եվ որ դու սպասում ես Աստծուն, դա ուրախանում է, որ դու սպասում ես իրան։ Նա հայտնվում է այդ մարդին, ով որ սպասում է իրան,
Տեսեք ինչ է անում։ Ծրեցավ ինձ լսեց իմ աղակս, զիս կորսյան փոսեն տղմալից ես կավից հանեց, չթողեց ես կավի մեջ, չմնարեց կեղտոտ մարմնի բնության մեջ, հին վարդի մեջ, հանեց, սպասիր Աստծու որ հանի քեզ, քո հին մարդից ազատի քեզ, քո մեղքի բնությունից ազատի, քո չար սրտից ազատի քեզ, քո փառքից ազատի քեզ, լրիվ ազատի քեզ, նրանց սպասողները ազատվում են, ասենք փառք Տիրոջ, ասենք նա սրտանց, Հիսուսին սպասողները ազատվում են, և տեսեք ինչ անում, ոտքերս վեմի վրա մրացուց, քայլվածքս հաստատեց և բերանս դրավ նոր երգ։ Էսի կատարվավ ինձ հետ, այդ նեղության մեջ, այդ երգի մերկու խոսք ասեմ։ Արեգակից ծագումից առաջ Քրիստոս կյանքի արեգակը ծագեց իմ մեջ, հալելույա, փառավորեք նրան, նա կենդանից տեղ է, նրա հոգի ներկա է, որպեսզի մեզ ազատի մեր կավից, ազատի մեզ մեզնից, փառք Տիրոջը, ովքեր փափագում են նրանց ազատում Աստված։ Ստեղի նստածներից ամենամեղավոր մարդը ես եմ։ Ես ոչ մի բանով լավը չեմ եղել, աշխարհի ամենավատ մարդն ենք եղել, ամենավատը, ամենաստոր, ամենասրիկան, բայց Հիսուս իմ կողքով անցավ, ինձ ապրի ասեց, քեզ էլ ասել, քեզ Սուրբ Հոգով ոցեց, որ դու իրան սպասեց, այդ Սուրբ Հոգին եկել է քո մեջ, որ քո աչքերը լուսավոր իրան սպասես, բայց դու չես սպասում իրան, ուրիշ բան ես սպասում, դրա համար աղաչում եմ քեզ, այս 40 Սաղմոսի 1-3 խոսքերում, Աստված այս հրաշք անում է, այս հրաշք անում է, որպեսզի մենք ազատվենք մեզանից, ազատվենք լիարժեք, ազատվելուց հետո պատերազմենք մեր թեմ, որ լրիվ մնանք Աստծո մեջ։ Երկրորդ աղոթն եմ ուզում ասեմ, Հոբը իր հոգևոր կյանքի մեջ, երբ այլևս չտրտմեց, երբ որ նրա աչքերը բացվավ, աչքերս տեսնում ենք ես 42 գլուխ 5-6 խոսքերը, իմ աչքերը տեսան քեզ, սպասելուց հետո տեսավ աչքերը Հիսուսին, իր աչքերը տեսան, դրա համար անձս առամարում եմ, հողի մոխրի վրա սղճում եմ, երկրորդ այս աղոթն եմ անում ամեն օր, Տեր, Հոբը այս աղոթն արել է, ես եմ ուզում իմ աչքերը տեսնեն քեզ, որ կատարյալ հասցնես ինձ քեզ, դու կարող ես, մարդիկ չեն կարող, ես էլ չեմ կարող, ես անզոր եմ, եղբայրներ քուրեր, Տերը, երեք այսօր հավիցյան նույնը, նրա խոսքը կենթանի է, իր հոգին կենթանի է, նա հավիտենական դարերից առաջ սիրել է քեզ և ինձ, և մեր հարցերը լուծել է, փառք Հիսուսին, մեզ կյանք ատվել, կյանք, այն էլ հավիտենական, Սուրբ Հոգին աշխարհի արարիչն է, եկել է բնակվել է քո մեջ, աշխարհից մեծ է, փառք տուր Հիսուսին, հասկացի ով ապրում քո մեջ, ինչի ապրում քո մեջ, ապրում է քո մեջ, որ քեզ զուլի Աստծո հետ մեկ հոգի լինես, Պողոս առաքյալը, լացում էր, ողբում էր կորինթացիների համար, և տեսեք ինչ է քարոզում կորինթացիներին, որ կորինթացիները փոխվեն, կորինթացիները բժշկվեն, առաջի Կորինթացիս 6:17, իսկ ան որ Տիրոջ կմոտենա, անոր հետ մեկ հոգի կլա, մենք Տիրոջ սպասում ենք, որ իր հետ մեկ հոգի լինենք, իր հոգին չի փոխում, մեր հոգին ես պիտի փոխվի, ասում սուրբ եղեք ինչպես ես սուրբ եմ, ուզում Աստված,
իր հոգին հետ զուլի մեզ։ Մենք հոգի ենք, մեր հոգին պետք է նես փոխվի, իրան զորությամբ, իրան սպասելով, որ իր հետ մեկանանք։ Սա է հավատքի նպատակը։ Հիսուս այս ամբողջ աշխարհի համար խաչվավ, որ մարդ Աստված մեկանա։ Դրա համար սպասի Աստծուն։ Ուրիշ բանի համար մի սպասի, նրանք կլնեն։ Աստծո խոսքում գրված է. առաջ խնդրիր Աստծո արքայություն, մնացած բաներ, դա Հիսուսն ասում, նա երբեք սուտ չի խոսում։ Ես իմ կյանքի մեջ ինչքան հիվանդ եղել եմ, ինչքան փորձանք չեմ աղոթել, ոչ փորձանքից ազատի, ոչ հիվանդությունից ազատ, ոչ բան չեմ աղոթել։ Իմ նպատակն եղել միշտ իր հետ զուլվեմ, իր հետ մեկանամ։ Ուրիշ փապակ չունեմ այս աշխարհում։ Ուրիշ նպատակ չունեմ, բացի իմ երկնավոր հոր նպատակից, որ իր հոգու հետ մեկ հոգի լինեմ։ Սա է իմ փապակը, սա է իմ ցկտումը, սա է իմ սպասում ամենօրյա, որ Աստված ինձ զուլի իր հետ հավիտենական կյանքով մեկանանք կատարյալ։ Եղբայրներ, քուրեր, Աստված այս գիրքը, որ գրել է մեր համար, աշխարհում մի հատ բան ասեք, մի հատ բան ասեք աշխարհում, որ Աստծուց է, դա միան Սուրբ գիրքն է, մնացած բաները ունայնություն են, այս տիեզերքն է պիտի վառվի, այս երկրագունդը պիտի վառվի, ամեն ինչ ունայնություն են, այս երկրագնդի վրա միակ կյանքը սա է, այս գիրքն է, եթե այս գրքի հետ դու կապ չունես, այս գրքի խոսքերը քո հոգու մեջ չի մտնում, քո սրտի տախտակների վրա չի գրվում, դու ողբա, որ Աստված բացի այս ճանապարհը քեզ, հասկանաս դու, արցունքով ցանողը, ես խորը համոզված եմ, ցնծությամբ հնձում է, փառք Տիրոջ, կանգնեք աղոթքի, Տերը ուզում է ձեզ, Տերը ձեզ է սպասում, նա յուրով կանգնած աստեղ, կանչում է եկեք, դարձեք ինձ, ես սպասում եմ ձեզ, իրան նայեք,